Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սրտանց ողջունում ենք ձեզ եւ իհարկե մաղթում առավոտից միայն հաճելի լավ տրամադրություն ու թող ոչինչ, ոչ մի իրավիճակ չչացնի ձեր տրամադրությունը։ Այո, միանշանակ օրը սկսում ենք միասին ժպիտներով լավ տրամադրությամբ, հուլիսի 21-ն է, օրը 3 շաբթի։ Մենք հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, մենք ասելով Լուսինե Մուրադյան եւ Տիգրան Հարությունյան եւ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել։ Մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմեք եւ Facebook-յան հարթակում եւս մեզ կարող եք դիտել, գրել, լավ բաներ գրեք մեզ։ Բարի լույս բոլորին։ Կար երկրվից հավքեր եկան, երբ դաշտեր ու զորեր գարուն հագան, սարից իջնող կամին մազերին կոծուլվեց, և իմ հոգին ջահել կարոտից կողուզվեց, Ինչ կապույտ են աչքերդ, դու սևուկ մազով անցնում ես նազով, դու ծաղկածից սեր, դու թեթև քո քայլով եկար անցար, դու արև քո փայլով գարուն դարձար, բացված վարդի նման դու շորեր ես հագել և քո սիրով ծմրան ճանապարհն ես փակել Դու սևուկ մազով անցնում ես նազով ինչ կապույտ են աչքերդ Դու սևուկ մազով անցնում ես նազով դու ծաղկածից սեր Լա 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 ինչ կապույտ են Լեցված երազով այս գիշերն է լուսացավ աչքերիս լույսով ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր ախ երբ լուսնի շողեր իջան իմ մազերի Ես կացեցի խոմատներ իմ մազերի մեջ ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան ու իմ սրտի քո կարոտի դողերը իջան Խոսել աչքերը ինձ պես են գերել ու վար ժպիտով ինձ կյանք են բարգեւել Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին սիրտին տխուր նայում ես ինձ ու լալիս Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով կյանքիս էլ կգաս Բայց դու անցնում ես ու եթեր չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես ու եթեր չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Նոստալգիկ երաժշտական տրամադրությամբ այսօր Այո, այո, առավոտը։ եւ եթե ուզում եք ձեր սիրտը ալեկոծվի, թող միայն սիրուց ու գեղեցիկ լավ
փոխադարձ հարաբերություններից թողալից։ Միանշանակ, բայց նորագույն հիթեր էլ կլսենք այսօր, այնպես չի։ Անպայման, միանշանակ։ Միայն ռետրո է մեզ մոտ, գիտեք, այո, ինչպես միշտ 9:35 րոպե, սիրով ենք ասում բարի լույս բոլորին, մենք Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք եւ անցնենք գործի, տեսնենք ինչ կա չկա անհրաժեշտ տեղեկատվության թղթապանակում։ Ի վերջո եկել ենք գործի։ Այո, չմոռանանք։ Սկսենք եղանակից թե ավտոճանապարհներից ասում։ Ոնց ասես, ոնց սիրտդ ուզում է, դու որոշիր։ Արի եղանակից սկսենք, այս պահին Երևանում 25 աստիճան տաքություն է։ Հանրապետության տարածքում այսօր հուլիսի 21-ին խոստացել են առանց տեղումների եղանակ։ Ունենք քամի հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, նաև Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի նախալերներում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Քամուձայն չունես։ Չէ, այդ մի բանը չունեմ, բայց ամպրոպ ունեմ։ հաջորդ անգամ ամպրոպի ժամանակ քամի Չէ, քամի էլ գտիր, այո։ Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ են խոստացել օրվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36 աստիճան։ Ուրա! Սա Ես շատ ուրախ քեզ եմ համար։ այդ առիթով։ Կարող ես Շնորհակալություն։ եփել այսօր ջերոցում։ Արևապաշտպանը չմոռանանք։ Դա պարտադիր պայման է, մասնագետները պնդում են, որ նույնիսկ եթե եղանակն անպամած է, այդուհանդերձ պետք է արևապաշտպան օգտագործել, պարտադիր է։ Արևապաշտպան օգտագործեք հատկապես եթե գնում եք Հայաստանի մարզերով պտտվելու շրջագայության եւ արևի տակ շատ եք լինելու, գուցե այնպես ստացվի, որ ավտոճանապարհները այնքան էլ լավ վիճակում չլինեն, զուտ խցանումներով պայմանավորված։ Երանի այդպես լիներ, չէ՞, մարզերում էլ մի քիչ խցանումներ լինեին եւ աշխուժությունն էլ ավելի շատ լիներ։ Հա, դե լավ է։ Մի լավ բան ցանկանայի։ Դե մի քիչ շատ չեմ ասում, բայց ասենք, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, ինչ վերաբերում է Ստեփանցմինդալարս ավտոճանապարհին, բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, եթե դուք հիմա մեզ լսում եք Լարսից, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում հերթեր կան թե ոչ, կամ եթե հայ-վրացական կամ վրաց-հայկական սահմանին եք գտնում, եւս մեզ հետ կարող եք կապ հաստատել եւ ասել ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Ինչ իրավիճակ է Երևանյան փողոցներում, ապա ասեմ, որ խցանումային նիշը 7 բալ է, երեկ ուրախացանք 5-6, այսօր 7 բալ է։ Չեք ուզում գնաք հանգստանալ, գնացեք մի քիչ թող փողոցները բեռնաթափվեն էլի։ Դե չես կարող ասել, Իսակով այս պահին գերծ անաբեռնված է միջև կենտրոնական ավտոկայան, Մոնտեմելքոնյան իջնողը դեպի Իսակով գերծ անաբեռնված է։ Դալմայի հատվածը, հա, այսպես ասենք, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակ կամուրջ իջնող հատվածը գերծ ծանրաբեռնված է, մի խոսքով կարմիրները շատ են։ Ավելի հեշտ չի ասես, որ փողոցները գերծ Ավելի հեշտ է։ Ունենք նաև այս պահին ավտովթար Սայատնովա, Խանջյան փողոցների Խաչմերուկում։ Քիչ առաջ վթար չկար եւ խնդրեմ վարքյանների ընթացքում հայտնվեց։ Երեք որ ուրախ ասացիր վթար չկա, ասացի միայն թե նոր վթարներ չլինեն, չհանդիպեն, այսօր փաստորեն շատ արագ կրկին ունենք վթարների կապ։ Այո, մի փորձեք լինել հնարամիտ եւ խցկվել աչից, ելի վարորդներ եւս մեկ անգամ հիշեցնենք, պահպանեք հեռավորությունը արջևի մեքենայից մաքսիմում 3 մետր, հա, 2-ից 3 մետր է։ Իրականում մենք խոսում էինք Տիգրանի հետ եթերից առաջ, որ բացարձակ կապ չունի գերծանրաբեռնվածությունը մեքենաների շատ կամ քիչ լինելը կամ փողոցների նեղ լինելը, որովհետեւ այլ երկրներում կա փորձառություն եւ մենք տեսնում ենք, որ կան բավականին նեղլիկ փողոցներ, որտեղ նաեւ տրամվայ է երթևեկում, իսկ մենք չունենք դա, բայց խցանումներ այդուհանդերձ չկան։ Այսինքն նաև մեծամասամբ դա պայմանավորված է մեր կարգապահությունից, միմյանց նկատմամբ հարգանքից, մի քիչ էլ մտածելուց, որ դուք մենակ չեք փողոցում վարում մեքենա, ձեր կողք այլ մեքենաներ էլ կան, այսինքն ոչ միայն ձեր մասին պիտի մտածեք, այլ նաև թե կողքի վարորդի համար ինչ պայմաններ եք ստեղծում դուք։ Ինչքանով եք կանխատեսելի ձեր գործընկեր վարորդների համար, մի փորձեք դեղենի տակ անցնել Խաչմերուկը եւ կանաչի ժամանակին խնդրում եմ տեղից շարժվեք, դուրս եկեք հեռախոսներից, ես նորից ուզում հորդորս ուղղել ուղիղ եթերից, երեկ էլ մեքենա է վարում եւ գրեթե 10-ից 7 մեքենաներում ես տեսա, որ մարդիկ ընկղմված են բջջայինի մեջ։ Այս են դեպքն է, որ վարորդներին դուր չի գա ասածս, բայց գուցե ավելի խստացվի այդ օրենքը եւ ավելի տևողական լինեն։ Մի քանի տուգանք որ լինի, կարծում եմ շատ-շատերը հեռախոսը վերցնելուց կհիշեն տուգանքների եւ գրպանի պարունակության մասին ու միանգամից վայր կդնեն։
Օթային տարածք Գնանք, տեղափոխվենք եւ հասկանանք ժամանման սանդղակը իդեալական տեսք ունի, որովհետեւ բոլոր ինքնաթիռները Հայաստան են ժամանելու ճիշտ ժամանակին։ Մեկնումների սանդղակում մենք տեսնում ենք 2 ուշացում, նույնիսկ չէ 4 ուշացում, Վոլգոգրադի 2 չվերթները, որ պիտի Հայաստանից ուղևորվեին դեպի Վոլգոգրադ 9:55-ին, թռիչքը կիրականացնեն 11:55-ին, եւս 2 ուշացման մասին եմ ուզում խոսել, Դուբայի 2 չվերթների մասին է խոսքը, 12:25-ի փոխարեն ինքնաթիռները օդ կբարձրանան 12:55-ին, բայց դուք գնացեք օդանավակայան ժամանակին։ Տեսնենք ինչ իրավիճակ է դրամի շուկայում եւ ինչ փոխարժեքներ է սահմանել Կենտրոնական բանկը Հայաստանի։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 365 դրամ է, 1 եվրոն 418, ռուսական ռուբլու փոխարժեքը 406 դրամ է, վրացական լարին 139 դրամ է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 99 դրամ է եւ իրանական ռիալը 0.026 Ուրիշ երկրի չասենք, չէ՞, բավարար է այսքանը։ Եթե դու ունես ցանկություն, Չգիտեմ, պիտի նայեմ, դա երկար կտևի, այնպես որ հա, այս շատ արագ փորձում ես այդ հարցը լուծել։ Ինչ ես ուզում ասել այսօր։ Այսօր ես երևի թե կանդրադառնամ տաջիկական սոմոնին 39 ու 56-ը։ Ինչպեսի ընտրություն Ինչու ոչ։ անգամից։ Ինչու Մենք ոչ։ շարունակում ենք հուլիսի 21-ն է, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը, լավ օր բոլորիս։ It's all okay, but it's not the way, 'cause you're living the old way. You know I do, nothing stays the same, babe. When it's time, you got to make a change. It's time to turn the page and realize our way to make better, make a brand new day. Make a better way. Oh. The station with the best. 9:44 լավագույն հիթեր, լավ տրամադրություն, տեղեկատվություն, սա հանրայինի առավոտյան եթերն է։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ մաղթում իհարկե, որպիսի օրվա ռիթմը լինի միշտ կայուն, բայց դանդաղ չլինի, միշտ առաջ գնաք եւ շարունակեք գնալ ձեր երազանքների հետևից։ Գուցե հենց այդ օրն է այսօրը, որ դուք կատարեք առաջին քայլը, որ այսպես հետաձգում եք, հենց հիմա քայլ արեք եւ գնացեք դեպի, չգիտեմ, ձեր երազանք։
Գնանք մի քիչ առաջ դեպի ցմիջման ժամ, երբ Արդեն ուզում ես մի փորձում անգամ են ցանցնենք ինչ-որ սրա։ բան ուտել, ինչ-որ բան ճաշակել։ Մենք Այսօր այն օրն է, երբ խորհուրդ չի տրվում ուտել պիցա, կարտոֆիլ ֆրի, բուրգեր, հոթ դոգ, դոնատ, ինչու ոչ նաև պաղպաղակ։ դե պաղպաղակը շատ լավ է որ կա, Բայց եւս այդ ցանկի մեջ է։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր աշխարհում նշում են անառողջ ուտելիքի օրը եւ այնինչ մենք թվարկեցինք մտնում է այդ ցանկի մեջ։ այո, մտնում է այդ ցանկի մեջ, բայց ես կարծում եմ, որ այս ամեն ինչի տնական տարբերակն այդքան էլ վնասակար չէ։ Միգուցե։ Ուղղակի պետք է հաշվի առնել, թե որտեղ է պատրաստում, ովքեր են պատրաստում, ինչ ձեթով են պատրաստում, որքան հաճախ են ձեթը փոխում, այսպիսի նպատակներ կան։ Չգիտեմ, ռեստորանի թույլ տան քեզ մտնես խոհանոց, կտեսնես այդ ամենը։ Ու էլ չես ուզի ուտես։ Իմիջայլոց նման մի դեպք կար, իմ երեխաները ֆաստ ֆուդի շատ սիրահար էին եւ մի անգամ քայլում էինք ու այդ ֆաստ ֆուդի հատվածում մթերք էին ստանում, սառեցված մսերը այսպես իհարկե փաթեթավորված էր, բայց այսպես շպրտելով ստանում էին ու տղաս ասաց սա ինչ է, սա այն է ինչ հենց նոր դու կերար ու դրանից հետո մենք ձերբազատվեցինք այդ կոնկրետ ֆաստ ֆուդից եւ շատ երջանիկ եմ այդ առիթով։ Իսկ ինչ վերաբերում է օրվան, ես սիրում եմ, կան չասեմ անուններ, կան տեղեր, որտեղ կախվածություն կա նաև։ Բայց ինչ վերաբերում է անառողջ ուտելիքի օրվան, ապա այն ոչ պաշտոնական տոն է, իհարկե, որը նշվում է ամեն տարի այսօր հուլիսի 21-ին, այն հիմնականում տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն տարիների ընթացքում հայտնի է դարձել նաև այլ երկրներում սոցիալական ցանցերի եւ լրատվամիջոցների շնորհիվ։ Ես չեմ զարմանում, որ Միացյալ Նահանգներում ի վերջո ֆաստ ֆուդը այնտեղ լայն տարածում ունի եւ այո, հենց այսօրը պիտի հենց այնտեղից էլ սկսվի, իսկ օրվա պատմությունը բավականին անորոշ է, քանի որ չկա վստահորեն հայտնի անձ կամ կազմակերպություն, որը հիմնել է հենց այսօրը։ Հայտնի չէ նաև թե ինչու է ընտրվել հենց հուլիսի 21-ը։ Իդեպ օրը սկսել է լայնորեն հիշատակվել 2000-ականների նորացույցներում եւ ոչ պաշտոնական տոների ցանկում, ապա տարածվել նաև համացանցում։ Բայց օրը ունի նաև գաղափար, այն մարդկանց հնարավորություն է տալիս գոնե մեկ օրով առանց մեղքի զգացման վայելելու իրենց սիրելի Այսինքն այսօր կարելի է ուտել junk food-ը։ Փաստորեն այսօր պիտի ուտել, ոչ թե չուտել։ Հիշեցնելու, որ սննդի նկատմամբ հավասարակշռված մոտեցումն ավելի կարևոր է, քան խիստ սահմանափակումները։ Դե երբեմն նաև ուշադրություն հրավիրելու արագ սննդի մշակույթի եւ առողջ սնվելու թեմաների վրա։ Այո, որքան Ինչ է junk food-ը, դա էլ ասենք Արի փորձենք հասկանալ։ Junk food են կոչվում այն մթերքները, որոնք սովորաբար ունեն ուշադրություն, բարձր կալորիականություն, մեծ քանակությամբ շաքար, աղ կամ հագեցած ճարպեր, բայց քիչ վիտամիններ, հանքանյութեր եւ բջջանյութ դրանց օրինակներ են։ Օրինակ, բուրգերը, պիցան, կարտոֆիլ ֆրին, չիփսերը, գազավորված քաղցր ըմպելիքները եւ նաեւ մեր շատ սիրելի տարատեսակ քաղցրավենիքները։ Շնորհավոր ենք բոլորին, ովքեր նախադրում են անառողջ սնունդը, ինչ ասեմ, որ այդպես։ Ես շնորհավորում եմ Տիգրան ջան, բայց ինձ էլ ինչ որ չափ եւ կարծում եմ, որ քիչ քանակությամբ մի քիչ կարող ենք մեզ թեթև վնասել, չի բան ենք ասում եթերում, բայց այդուհանդերձ մեկ ցանկությունը մեծ է լինում։ Դուք գրեք, սիրում եք fast food թե ոչ, կամ զանգահարեք մեզ այդ թեմայի շուրջ, իդեպ ունենք on-line արտակում գրառումներ, կանդրադառնանք քիչ անց։ Միջազգային նորերից դերևս գլխավորը դա էր, անառողջ սննդի օրն է համաշխարհային, գնանք ազգային նորացույցներ եւ տեսնենք ինչ կա չկա։ Միացյալ Նահանգներում ճոպան ձգելու մրցաշարի ազգային օրն է, թեժ մրցումներ են գնում։ Մոտակա ապաստանի համար ձեռագործի ազգային օր։ Չեմ կարողանում հասկանալ ինչ նկատի ունենք, բայց դե այո, անառողջ կերակուրի ազգային օրը բնականաբար Միացյալ Նահանգներում նշում են, որևէ մեկը, չգիտեմ, լինելու ազգային օր են նշում։ Արի այս օրացույցից հետո ով եմ ես երգանպայման հնչեցնենք այսօր։ Ճիշտ համընկնում են իրար հետ։ Ով եմ ես, քո սրտից ովն եմ ես, թեպետ այնտեղ գիտենք էլի, որ ինչ որ մեկի սրտից ովնենք, բայց դե Նահանգներում նշում են որևէ մեկը լինելու ազգային օր։ Շնիկներին կենթանաբանական խանութներից զերծ պահելու ազգային օր են նշում Միացյալ Նահանգներում։ Կրեմ բրյուլեի ազգային օր են նշում նահանգներում նաև, հոտ-դոգի ազգային օր բնականաբար։ Բելգիայում ազգային օր են նշում, Գաում կղզում ազատագրության օր են նշում, շարունակենք եւ ասենք Ռուսաստան գնանք չտատանվելու օր են նշում ռուսներում։ Ֆիզիկապես չտատանվելու, թե մտքով չտատանվելու։ Նաև վերահաշվարկի օր են նշում Այստեղ եւս շատ կարեւոր օր է, միշտ պետք է վերահաշվարկ անել։ Շարունակենք եւ անդրադառնանք դեպքերին ու իրադարձություններին, որտեղ են ունեցել տարբեր թվականներին հենց այսօրը։ 2007-ին լույս է տեսնում Հարի Փոթերի մասին պատմող 7-րդ գիրքը Հարի Փոթերն ու մահվան պարգևները վերնագրով։ 1999 թվականի այսօրը Ինգուշետիայում տղամարդկանց թույլատրվում է ուշադրություն ունենալ 4 կին։
Այդքան քիչ։ Չհասկացա, բականանց իջիջի դուլա տրվում ունենալ 4 տղամարդ։ Այդ հարցը կուղես օրենքը։ Ես օրենքերի պահանջում դատվել։ եմ հավասարություն։ Դու ուզում ես 4 տղամարդ։ Ոչ, ես ուզում եմ կին ունենա 1 տղամարդ ունենա 1 կին եւ այդքանով երջանիկ ապրենք բոլորս։ Դե հիմա։ Սկով եմ ես հարցնում։ Գնացինք Այո, առաջ։ տեսնենք ովքեր են ծնվել նաև։ Վերջ։ Այնտեղ մարս 4-ի հետ կապված Ինչ է քեզ տալու Մարսը։ եզերք է ուղարկվում մարս 4 միջմոլորակային կայանը 1973 թվականի այսօրը։ Գիտեք, Անտարկտիդայի հետ կապված գրանցվել է իմիջայլոց հենց այսօր համարվա շոքին, բայց Անտարկտիդայում էլի 1983-ի այսօրը 89.2 աստիճան Ցելսիուս։ Ես կարծում եմ մի կերպ ռադիոլսողները կապրեին այս լուրի։ Չեմ կարող չասել։ Արև ելավը տեսնենք օրվա օբելարներից, սայթիներից ովքեր են ծնվել այսօրը, խնդրեմ ամերիկացի դերասան Ջոշ Հարթնետն է ծնվել այսօրը 1978-ին։ Ռոբին Ուիլյամսը ամերիկացի դերասան ծնվել է 1951 թվականի այսօրը։ Հայտնի է դարձել Մորկ եւ Մինդի կատակերգական սերիալից եւ դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են Ջումանջին, որը շատ սիրում ու նայում ենք ընտանիքով բոլորդ։ Ուր են տանում երազանքները, խենթանալիք ֆիլմեր, որտեղ փայլուն խաղաց Ռոբին Ուիլյամսը եւ հենց իր կերպարով նաեւ այնպես էր անում, որ անդադար ուզում էր այդ ֆիլմը եւս մեկ անգամ դիտել։ Խելացի Will Hunting, մեռած պոետների հասարակությունը, անքնություն եւ կարող ենք երկար թվարկել ցանկը 3 Օսկարի ու 4 Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։ Այսօրն է ծնվել ամերիկացի գրող եւ լրագրող Էրնեստ Հեմինգուեյը, նրա ծննդյան տարեթիվն է 1899, 1954-ին նա արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Հեմինգուեյի հայտնի գործերն են Հրաժեշտ զենքին եւ Ծագում է արևը, Ում մահն է գուժում զանգը, Կիլիմանջարոյի ձյուները եւ այլ ստեղծագործություններ։ Արի շնորհավոր ենք բոլորին, ովքեր այսօր հուլիսի 21-ին իրենց ծննդյան տարեդարձն են Շնորհավոր։ Այո, շնորհավոր, դու ուզում էիր լսել։ Ով եմ ես։ Անի Քրիստի խնդրում եմ գտնենք այդ երգը եւ հեռարձակենք մեր ռադիոլսողների համար։ Չգիտեմ ինչու հիշեցի այդ երգը, բայց իրականում այդ երգը բավականին գեղեցիկ երգ է, վստահ կարելի է ասել։ Մենք հիմա կփնտրենք եւ կգտնենք on-line հարթակում ունենք բազմաթիվ մեկնաբանություններ։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, հարգելի ռադիոլսողներ, ակտիվության ու ջերմություն փոխանցելու համար։ Ստյոպ Պարտանյանը, Էդիկ Բաբուջյանը մեզ ջերմ ողջույններ են ուղարկում։ Կարինե Մկրտչյանն ասում է բարի լույս իմ սիրելիներ, սրտիկներ, թող միշտ գեղեցիկ ուղեկցի ձեզ շնորհակալություն, նաեւ թող գեղեցիկ օգնի ուղեկցի նաև ձեզ։ Դե մեզ էլ արագ գտնենք այդ երգը։ Մեզ էլ ինչ տակ, բայց հիմա կհայտնվի երգը եւ իհարկե առաջարկում ենք շարունակել ակտիվ գրել մեզ, հարգելի ռադիոլսողներ, գրեք ավելի շատ սիրում եք fast food, թե ընտանեկան տան պատրաստած համեղ կերակուրներ, թեպետ արդարության համար պիտի նշենք, որ մենք Արդարության համար նշենք, որ մենք շատ սիրում ենք պատրաստել տանը եւ համեղ ուտել տնական խոհանոց, բայց շատ ռեստորաններ արդեն կարողացել են հասնել նրան, որ կարողանում ես համեղ ուտել նաեւ ռեստորանում, կարծես տնական լինի։ Գտանք երգը։ Այո, ուզում էիր։ Ես ուզում եմ այս երգը։ Ես գտա։ Դե գնացինք։ Այս երեկոն մարում շատ դանդաղ
Սուրճ ու սեր առավոտից։ 9:57 սիրով ենք ասում բարի լույս բոլորին եւ ողջունենք նաեւ մեր գործընկեր Կարեն Ղազարյանին, նա ռադիո լուրից եկավ մեր ուղիղ եթերի տաղավար։ Բարի լույս, Կարեն։ Լավ ես Կարեն։ Այո, Fast food նախընտրում ես թե ոչ առհասարակ։ առհասարակ չեմ նախընտրում։ Չէ, Իսկ- fast food չէ, անառողջ սնունդ, Անառողջ որի մեջ սնունդ։ մտնում է պիցցա, բուրգերներ, ֆրի Չես ուտում կարտոֆիլ, պիցցա։ Ուտում եմ, բայց ժամանակ առ ժամանակ։ Բա կարտոֆիլ շատ, ֆրի։ Բա հազվադեպ, կարտոֆիլ free։ Նույնպես։ Ավելի շատ սիրում ես առողջ ուտել։ Այո։ Դա յուղական, տարիքի հետ է պայմանավորված, թե միշտ է այդպես եղել։ էկոսնունդ։ Օրինակ մեր երեխաները, հա, երիտասարդները տեսնում ենք թե որքան շատ են սիրում այդ անառողջ սնունդը, բայց մենք արդեն միջին սերունդ ես մտածում ենք, որ այդքան էլ լավ չի։ Մտածում ենք, բայց ուտում ենք, լավ։ Մեկ ենք ուտում, լավ։ Արդեն ասեցիք, որ նոր սերունդը շատ է օգտվում այդ։ Իսկ դու զայրանում ես այդ ժամանակ, երբ Չէ, տեսնում ես ինչ զայրանամ, ուղղակի հորդորում եմ, որ հաճախ չօգտագործեմ։ Լավ, քո ձեռքով, սեփական ձեռքով ինչ ես սիրում պատրաստել։ չի պատրաստում։ Տանը, գոնե ձվածե։ Լավ, սուրճ։ Վաղուց չեմ պատրաստում։ Բայց ասում են թե լավագույն խոհարարները տղամարդիկ են, լավ գոնե սուրճը։ Ձկնապուր, ասեմ, Ձկնապուր։ ձկնապուր եմ սիրում պատրաստել եմ, հա։ Իա, բա երբ շատ կարող ենք հավանում են։ փորձել, հավանենք։ Դե տես, արդեն ասել ես Կանեն ջան, մեզ մնում Նման է միայն սպասել բացահայտումներից հրավերի։ հետո մեզ մնում է միայն եթերը տրամադրել քեզ, մենք կվերադառնանք լուրերից հետո։ Ձկնապուրային լուրեր, ինչու ոչ։ Գուցե, իսկ ինչու ոչ։ Գնացինք, ուղում ենք ժամացույցները, մնացեք մեզ հետ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բերնհեմին Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելու արդիվ, մեջբերում եմ, ջերմ շնորհավորանքներ Էնդի Բերնհեմին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ակնկալում եմ սերտ համագործակցություն ձեզ հետ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ռազմավարական գործընկերության հետագա խորացման, ինչպես նաեւ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ։ X սոցիալական հարթակում գրել է Փաշինյանը։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իդեմս էկոնոմիկայի նախարարության, Facebook-ում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հայտնել է, որ հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի Արարատ ցեմենտի կառավարիչը, մեջբերում, մինչև այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում են բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր, իրենց գործի գիտակ աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել, ասված է գրառման մեջ։ Առաջիկա օրերին Շիրակի մարզի անհամայնքի բնակավայրերում կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կիրականացնեն գույքագրում, հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտելու նպատակով։ Համայնքապետարանից հայտնում են, որ բնականաղետը զգալի վնասներ է հասցրել համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին, մինչև 100% հասնող կորուստներ են արձանագրվել բնակավայրերի մեծ մասում, բացառությամբ Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Իսահակյան, Աղին եւ Լուսախփյուր գյուղերի։ Տեղատարապ կարկուտը վնասել է ոչ միայն գյուղատնտեսական ցանկատարածություններն ու բնակիչների տնամերձ այգիները, այլև ավտոմեքենաներն ու բնակելի տների տանիքները։ Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին եւ լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Ոլորտային պատասխանատու մասնագետները նույնպես մեկնել են տուժած մյուս գյուղեր, անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու համար։
Պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, մինչև օգոստոսի 2-ը ժամը 24-ը համակարգը բաց կլինի առաջնահերթություն ունեցող սովորողների համար, իսկ ընդհանուր հիմունքներով հայտագրումը կսկսվի օգոստոսի 4-ից։ Այս փուլում կարող են հայտագրվել առաջինը տվյալ դպրոցում սովորող քույր եղբայր ունեցող երեխաները, երկրորդը տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները, երրորդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շարավղով բնակվող երեխաները։ Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքում անցկացվել է 72-րդ ամենամյա ուխտագնացությունը եւ մատուցվել Սուրբ Պատարագ, հայտնում են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից։ Նշվում է, որ հուլիսի 16-ից 18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ Իրանից եւ աշխարհի տարբեր երկրներից։ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիվչյանն այս արարողության պատգամը համարել է Իրանում եւ ողջ աշխարհում խաղաղության ու անդորի մաղթանքը։ Մեջբերում Սուրբ Թադևոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով եկավ այս վայր եւ հենց այստեղ էլ թաղված է։ Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է եւ պիտանի չէ իրացման համար։ Մեջբերում ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է։ Հայաստանի Հանրապետությունից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, գրել է Խոջոյանը։ Միջազգային լրահոսից ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր շարք են հասցրել Իրանին, նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակումներ իրականացնելու նրա հնարավորությունները, գրում է BBC-ն։ Հարվածների այս շարքն արդեն 10-րդ օրն է շարունակվում, տևել է 5 ժամ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պատժել Իրանին նախորդ շաբաթավերջին ամերիկացի զինծառայողների զոհվելու համար, ինչի դիմաց Թեհրանը բազմապատիկ կվճարի։ Իրանը իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի եւ Սիրիայի օբյեկտներին, իսկ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը ներկայում ԱՄՆ-ի դեմ վարում է լայնամասշտաբ պատերազմ։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, Ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ այսօր հուլիսի 21-ն է եւ այսօր Արագ սննդի սիրահարների միջազգային օրն է կամ ինչպես ասում են անառողջ սննդի դեմ պայքարի օր, կարող ենք այդպես էլ անվանենք։ Մենք քաղաքաբնակներս հաճախ արագության հետևից վազելով եւ ինչ որ վազքի մեջ լինելով իսկապես ոտքի վրա ենք հաց ուտում եւ չենք նայում թե ինչ ենք ուտում եւ որպես կանոն այնպես է ստացվում, որ մեր ուտելիքը լինում է ոչ այդքան առողջ։ Ինչը չեն կարող ասել գյուղաբնակների համար, այն մարդկանց համար, ովքեր ապրում են բնությանը մոտ, բնության գրկում, շնչում ու վայելում են մաքուր օդը եւ իրենց ձեռքով են ստեղծում այդ համեղ բարիքները։ Պատահական չէր այս նախաբանը, որովհետեւ այսօրվա իմ զրուցակիցը մեր զրուցակիցը ներկայացնելու է մի հետաքրքիր նախագիծ, որի միջոցով փորձում է նաեւ մայրաքաղաքում բնակվող երեխաներին մոտ բերել ավելի բնությանը եւ ինչու ոչ սովորեցնել նաեւ առողջ սնվելու մշակույթ։ Մեր հյուրն է մանկավարժ, աշխարհագետ, բնապահպանական կրթության փորձագետ Վահան Զարոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելով։ Հետաքրքիր գաղափար ունեք, փաստացի կրթական եւ ճանաչողական ճամբար եք ստեղծել նախատեսված երեխաների եւ դեռահասների համար, որտեղ երեխաներին միավորելու է բնությունը, գյուղատնտեսությունը, ավանդական մշակույթը, առաջարկում եք ակտիվ եւ իհարկե այս բaragայում օգտակար հանգիստ։ Ճիշտ եմ հասկանում։ Տանում եք ինչ եք անում։ Սովոր գյուղին մոտ ավելի գյուղական կյանքին եք ծանոթացնում։ Որն է ճամբարի հիմնական նպատակը։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ամբողջ իմաստը կայանում է դրանում։ Ես ինքս մանկավարժ եմ եւ աշխատում եմ երեխաների հետ։ Ինձ համար բացահայտում էր, երբ որ աշակերտների շրջանում հասկացա, որ շատերը չգիտեն, թե պանիրը մինչև սուպերմարկետ հայտնվելը ինչ ճանապարհ է անցնում։ Ու դա ինձ համար անկեղծ շոկ էր։ Մտածեցի, որ պետք է ստեղծել ինչ-որ մի բան, որտեղ երեխաներին իրենց փորձի, իրենց աշխատանքի, գործնականի հիման վրա երեխաները պետք է բացահայտեն, այո, նաև առողջ սնվել է հենց։ Ու նախաձեռնեցի Ագարակ ագրո ճամբարը, որի նպատակն է քաղաքաբնակ երեխաներին կամ շատ համայնքներ Հայաստանում արդեն գյուղեր են տեսակով, բայց քաղաքային ապրելակերպ։ Այո, այո։ Ու այս վերաբերում է նաև այդ երեխաներին, ովքեր գյուղական կյանքի հետ կապված պարզագույն բաներին չեն տիրապետում ու չգիտեն։ Դա որ տարիքային խմբի մասին է խոսքը։ Վերաբերում է 10-ից 17 տարեկաններին, ովքեր որ մասնակցում են Ագարակ ագրո ճամբարին, մեկ շաբաթ լիարժեք ապրում են գյուղացու կյանքով։ Առանց սմարթֆոնների։ Երեխաները ինչպես են դիմում ձեզ, ինչպես են սմարթֆոնները հավաքում եք։ Սմարթֆոնները փորձը ինչ ցույց տվեց։ Ի սկզբանե ես մտածում էի, որ միգուցե պետք է հավաքել, դրանք կխանգարեն երեխաներին, բայց փորձը շատ ավելի հետաքրքիր բան ցույց տվեց, որ երեխաների համար իրենց առօրյան այնտեղ այնքան հետաքրքիր ու հագեցած է, որ նրանք ուղակի մոռանում են իրենց հեռախոսների մասին։ Այ պատմեք մեզ, ինչ են անում երեխաները այնտեղ։ 7 օրվա օրակարգը ենթադրում է նրանց ֆուլ զբաղվածություն գյուղական գործերով։ Կով են կթում։ Ես ուզում եմ հարցնել։ Խոտ են հնձում, չէ։ Դա ամենակարևորն է, որ պետք է։ Ես կասեի ամենատեսարժանը դիտելի։ Բայց ռեակցիաները մինչև կովին մոտենալը։ Երբ որ իրանց պատմում ենք սկզբում, որ իրանք պետք է ունենան այսպիսի օրակարգ, դա մի քիչ իրենց մոտ տագնապ է առաջացնում, բայց հետո շատ ավելի մեծ սիրով են անում, որովհետև իրանք էլ տրամադրված են լինում, որ եթե եկել են, դա պետք է անեն ու անում են մեծ սիրով։ Միջավայրը նպաստող է։ Միջավայրը շատ է նպաստում։ Խոտ հնձում են։ Անպայման։ Կով են կթում, բույսեր ու կենդանիներ են խնամում, հող են մշակում, ընդ որում բույսեր խնամում են հենց գյուղացիների բակերում։ Գնում ենք խմբերով գյուղացիների տուն, օգնում ենք նրանց իրենց գյուղատնտեսական աշխատանքներում։ Իրենք բացատրում են ոնց իրենք պիտի արվի։ բացատրում են, ցույց են տալիս, երեխաները սկսում են տարբերել, որն է ուտելու բույս, որն է վայրի բույս, որը կարելի է խմել։ Միշտ։ Այս պարագայում գյուղացիները շատ հանդուրժող ու ջերմ են, շատ է լինում, որ նույնիսկ մեկի շոբալը փչացնում ենք, բայց նրանք սիրով պատրաստել մեզ նորից ու նորից սովորեցնել։ Մի անգամ փորձ եմ արել ելակ հավաքել, մի ժամ չէի կարողանում մեջ կսուղել ու բարձրանալ եւ իրականում մենք կարող ենք ասել, որ գյուղաբնակ մարդկանց կյանքը ֆիզիկական առումով բավականին ծանրաբեռնված է, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենք ավելի առողջ են։ Մեր նպատակներից մեկը նաեւ հենց դա է, որ երեխան գնահատի աշխատանքը եւ աշխատանքի արժեքը։ Ինչը որ ինքը սպառում է։ Այդքան շատ հեշտ է գնալ սուպերմարկետից գնել օրինակ ելակ։
բայց շատ դժվար է դա խնամել եւ դրանից արդյունք ստանալ։ Այստեղ շատ կարեւոր հոգեբանական ու արժեքային մի բան էլ է ձևավորվում երեխայի մոտ, որ ամեն արդյունք պահանջում է աշխատանք ու պետքա բույսը խնամես, որից ստանաս արդյունք։ Այդ հոգատարությունն է, էլի։ Այ հենց հոգատարություն։ Հիմա ես շատ եմ նկատում մարդկանց մոտ հոգատարության, պատասխանատվության զգացողությունը ու գնալով ավելի թուլանում է։ Ես շատ մեծ նպատակ եմ դնում հենց սրա մեջ նաև, որ երեխաները պետք է գիտակցեն, որ օրինակ կենթանին, այս պարագայում կովը, կախված է մարդու խնամքից։ Ու կյանքում շատ բաներ իրենց մեծանալու հետ զուգահեռ պետք է գիտակցեն, որ շատ բաներ կախված է լինելու իրենց պատասխանատվությունից։ Այստեղ ամեն ինչ փոխադարձ է, կովը կախված է մեր խնամքից, բայց մեր ուտելիքն էլ ինչ որ զգալի մեծ չափաբաժին նաև կախված է թե որքան կատ կստանանք վերջը։ Դե էլի նախաճաշ առանց կատնամթերքի։ Ու իրենց ձեռքով կթած կաթից։ Որ ինչ պատմություն ունի առասարակ այս գաղափարը եւ որորդ անգամ այն անցկացվում։ Այն անցկացվում է արդեն 3 տարի, տարբեր հերթափոխերով է արվում, հիմնականում արվում է հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Պատմություն հենց այդպեսին է եղել, իմ դասարանում, որտեղ դասավանդում էի աշխարհագրություն առարկա, մենք խոսում էինք տնտեսական աշխարհագրությունից, գյուղմթերքից եւ այլն։ Ու ես դասարանում բացահայտեցի, որ երեխաներից շատերը չգիտեն, թե պանիրը մինչեւ սուպերմարկետ հայտնվելը որտեղից է հայտնվել, երկնքից է իջե, ինչպես է ծնվել դա։ Ամբողջ խնդիրը գիտեք, այդտեղ չի։ Խնդիրը ուրիշ տեղ է, որ նրանց մտքով չի անցել փորփրեն ու հասկանան, թե ոնց է այդ ճանապարհը տեղի ունենում։ Ի վերջո այսօր համացանցը տալիս է այդ հնարավորությունը, գոնե կարող են վիդեո տարբերակներ տեսնել։ Բայց իրենք չեն մտածում, որ կարելի է տեսնել, թե ինչպես է դա հասնում։ Դա մի բան է, որի մասին կարելի է հետաքրքրվել։ Այսինքն այստեղ գալիս ենք սպառողական մտածողության փաստացի։ Փորձում եք կոտրել այդ մտածողությունը։ Փորձում ենք կոտրել նախ ճիշտ սպառում ասվածը, որ յուրաքանչյուր երեխա շատ կարևոր մի հատ փաստի ենք հետո կանգնում, որ ինձ շատ է ուրախացնում։ Սկսում են ավելի ռացիոնալ սպառել այն, ինչ որ իրանք ստեղծել են։ Օրինակ, մինչ այդ կարող է մտածեին, որ դե ձուն ավելացել է ոչինչ, բայց հիմա փորձում են նենց կառավարեն այդ ամեն ինչը, որ չավելանա։ Իսկ օրինակ կեղևներ, մնացորդներ, դա կարելի է օգտագործել որպես օրգանական սնունդ բույսերի համար, կոմպոստ պատրաստել, ես այդ ամեն ինչը իրան սովորեցնում եմ, ու իրանք շատ ողջևորվում են դրանից, որ այդ թափոններն էլ կարելի է ճիշտ օգտագործել, եւ թափոն չունենալ, եւ օրգանական մաքուր սնունդ։ Շրջանառվող տնտեսությունն է գործածում։ Տնտեսության մոդել, ու այդ ամեն ինչը ամենակարևորն է, որ իրանք իրենց ձեռքով են անում։ Շատ երեխաներ, ովքեր ունեն այգի, բակ իրենց տներում, հետո այդ փորձը տանում են տուն, սկսում են ծնողների վրա ազդել։ Գիտեք, ընկեր Վահանն ասել է, որ ձվի կեղևներն ու անձեռոցիկները չի կարելի թափել։ Դրանք կարող են օրգանական ծառայել մեր թեկուզ տան բույսերի համար։ Ինձ հետաքրքիր է, երեխաները երբ գրանցվում են, որպեսզի գան ձեր ճամբար, այ գիտեն, պատկերացնում են ուր են գալու, քաղաքային միջավայրը փոխում են ինչի հետ։ Եվ հետո ռեակցիաները ինչպեսին են, երբ գալիս հայտնվում են արդեն գյուղական միջավայրում։ Իրականում տարածքը, որտեղ որ անցկացվում է Ագարակ ճամբարը, ինքը շատ գեղեցիկ համայնք է։ Կոլորիտային, փոքրիկ հայկական գյուղ, Սևանի ափին, շատ գեղեցիկ լեռներով ու տեսարան։ Առաջ տպավորությունը հենց այդ է, իրանք որտեղ ֆանտաստիկ է, շատ սիրում ենք եկել ենք ստե։ Հետո ծանոթանում են օրակարգի, մի քիչ ստեղ սկսում է խուսափել, դե ամենակարևորը սկզբի առաջին օրը մենք ավելի ինտերակտիվ խաղեր, թիմային խաղեր, որպեսզի երեխաներն ավելի ոգևորենք, հետո անցնում ենք բուն օրակարգին։ Շատ սահուն է լինում, որպեսզի երեխաները թեկուզ եթե իրենց համար դա խորթ է, թեկուզ մի քիչ էլ տահաճ, բայց դրան վերաբերվեն որպես արկած։ Ու այդ արկածի միջոցով մենք կարողանանք ի վերջո հասնենք նրան, ինչին որ ուզում ենք։ Այստեղ գյուղական աշխատանքը զուտ միջոց է։ Միջոց երեխայի մոտ արժեքներ ձևավորելու։ Ծնողների արձագանքը ինչպես է։ Ծնողների արձագանքը ինձ ամենաոգևորողն է։ Ամեն անգամ հերթափոխերի ավարտվելուց հետո ես ստանում եմ բազմաթիվ նամակներ ու շնորհակալական խոսքեր, որոնք որ ինձ ստիպում են ավելի լավ, ավելի շատ ու ավելի պատասխանատու մոտենալ այդ աշխատանքին, որտեղ իրոք երեխաների արժեքների մեջ, աշխարհընկալման մեջ շատ բան է փոխվում։ Երեխան գնում է տուն ու ծնողին սովորեցնում է էկոլոգիապես մաքուր սնվելու արվեստը, ձևը, մոտեցումը, հողի հետ աշխատանքը, օգտարություն, ամեն ինչ, այս մեկ շաբաթվա մեջ իրոք ստացվում է երեխայի մոտ իրոք արժեքային
ինչ որ նոր level բարձր։ Ես վստահ եմ, որ այդ երեխան երբ գա արդեն տուն, քաղաք ձերքի եղած թուղթը եւ աղբը չի նետի փողոց։ Այսինքն այստեղ գուցե սկզբնական շրջանում հիմքը այլ է եղել, բայց շղթայաձև ընդլայնվել է եւ փաստացի խոսում է Տիգրանը մի կարևոր մշակույթի մասին, որ մեծերը գրեթե չեն պահում։ Եվ ծնողին էլ կասի, այ ենթադրենք կա թափիկ սիգարետը եփի։ մի գցիչ մեքենայից դուրս։ Ծնողների հետադարձ կապը, այդ feedback ասվածը հենց դա է լինում, որ մեր երեխաները սկսել են ուրիշ ձև մտածել, կարծես մի փոքր մեծացել են հենց ներսից։ Ավելի ինքնուրույն են Ավելի դառնում։ ինքնուրույն են դառնում, բացի դրանից ամենակարևորն այն է, որ իրանք եւ սովորում են եւ պատրաստ են դա սովորեցնել ուրիշներին։ Ճիշտ սպառել, խնայել, ճիշտ մոտեցում ցույց տալ այն բոլոր ռեսուրսներին, ինչը որ մենք ունենք։ Դուք հետաքրքիր մի բան ասացիք ձեր խոսքում, որ սկզբնական շրջանում մտածում էիք հեռախոսները հավաքեիք, որպեսզի չխանգարեին, բայց հետո հասկացաք, որ դրա կարիքը չկա։ Եկեք հակադիր տարբերակն էլ ասեմ, հաճախ ծնողներն ասում են, որ չէին կարողանում կտրել այդ հեռախոսներից։ Այ փաստացի սա օրինակ է, որ հնարավոր է կտրել առանց ձեռքներից վերցնելու։ Ուղղակի պետք է հետաքրքրող եւ ճիշտ տեղեկություն, խաղեր, հա, ինչ որ այլընտրանքային տարբերակներ։ Երևի ծնողներին շահագրգռող բայերից մեկը հենց դա է, որ երեխաներին կտրենք հեռախոսից եւ ուղարկեն, հա, գյուղական միջավայր, հողի հետ աշխատելու, շփվելու բնության հետ։ Իմ անկավարժական փորձը ինձ մի շատ པարզ բան է ցույց տվել։ Երեխան աղմկում, չի հետաքրքրվում, չի լսում, միայն այն ժամանակ չարություն է անում այն ժամանակ, որ դա իրան հետաքրքիր չի։ Այո։ Ու ցանկացած ուսուցիչ սրա հետ պետք է հաշվի նստի։ Ինչու երեխան չի լսում կամ չի ուզում սովորի։ Ուղղակի հետաքրքիր չի, ուղղակի։ Մեթոդաբանությունն է զուտ, մեթոդաբանությունը գուցե պիտի փոխվի։ Գյուղական գործը ինքը իր բնույթով ու էությամբ այդքան էլ հետաքրքիր աշխատանք չի։ Հոգնում ես, քրտնում ես, կեղտոտնում Դե հա, ես։ սա աշխատանք։ Պետքա որ հետաքրքիր չլինի, բայց նայած թե ինչպես ես դա մատուցում, այդ մեթոդաբանությունն է կարևոր։ Որ սա արկած է, սա մարտահրավեր է, դու սա պետքա հաղթահարես, որովհետեւ պետքա կյանքի համար, դու պետք է հիմա դժվարություն տենաս, պետքա ապրես այս դժվարությունը, որ հետագայում դա քեզ համար քո թևերն ավելի ամրացնի, դու ավելի ուժեղ դառնաս։ Շատ པարզ է, շատ լավ է երեխան սա հասկանում։ Երեխան շատ խորապես սա հասկանում է։ Ուղղակի այդ հետաքրքրությունը, մոտիվացիան պետք է այդ կայծը վառես ու Քաշվես մի կողմ։ Իրենք ճկուն են եւ շատ արագ վերցնում են սպունգի պես։ Վերջին շրջանում հաճախ հանդիպում ենք նաեւ հոգեբանների, հետաքրքիր մի դիտարկում են անում հոգեբանները, որ այս ժամանակների դաստիարակության մեջ, երբ ամեն ինչ կարելի է երեխային չի կարելի չի ասել, երեխայի վրա զայրանալ չի կարելի, այս տարբերակն էլ բերել է մեկ այլ ծայրահեղության եւ երբ խոսում ենք խորհրդային տարիների դաստիարակության մասին եւ ասում ենք, օ, մեզ ասում են, այսպես չի կարելի եւ այլն, նրանք ասում են, որ ամենակարևորը բալանսավորելն է եւ այո, երեխան պիտի տեսնի դժվարություններ, պիտի հաղթահարի այդ դժվարությունները, որպեսզի ավելի կայուն դառնա եւ ավելի ճիշտ արժեհամակարգով մեծանա, որպես մանկավարժ որքան է համամիտ այս տարբերակին։ Մեր ճամբարի կարգախոսն է, սա ոչ թե ճամբար է, այլ փորձառություն երեխայի ամբողջ կյանքի համար։ Ու իրապես դա այդպես է։ Սա փորձառություն է դժվարություններով ու մարտահրավերներով լի։ Նա հաղթահարում է, բայց դրանից հաճույք է ստանում։ Մոռացեք, մտքի թելը կտրվեց։ Հիմա ծնողները կասեն, լավ, այդքան շատ պատկերավոր գեղեցիկ ներկայացնում են, ինչպես դիմել եւ ինչպես երեխային գրանցել, տեղեր կան դեռ։ Մենք ունենք Facebook եւ Instagram հարթակներում Ոնց որոնեն ձեզ։ Ագարակ ագրոճամբարի էջը։ Ագարակ ագրոճամբար։ Կարող են գրել մեզ կամ զանգահարել այնտեղ նշված հեռախոսահամարով եւ մենք գրանցում ենք։ Երբ է նախատեսված ճամբարը։ Այս պահին օգոստոս ամսին ունենք ազատ հերթափոխեր, որտեղ կարող ենք հյուրընկալել երեխաներին։ Հետաքրքիր մի բան, իսկ կան ծնողներ, որ ասում են երեխեքին տանում եք, աշխատացնում եք, հոգնածնում եք, մեր երեխեն Փաթեթները տանվում է։ կկեղտոտվեն։ Ախ, չի կարելի մեր բալիկներին ինչ եք անում։ Չէ, ի ուրախություն ինձ դեռ նման դեպք չենք ունեցել։ Ինձ թվում է ուղարկում են այն ծնողներն, ովքեր որ Պատկիտ են որ ունեն։ դա պետք է։ Դրա անհրաժեշտությունը, կարևորությունը կա։ Ինձ թվում է այդ ծնողներն են ուղարկում ու հակառակ արձագանքն եմ ստանում, իսկ հնարավոր ավելի շատ իրանք աշխատեն, ավելի շատ կեղտոտեն, ոչինչ, մենք կողմ ենք դրան, որովհետև տես փորձառություն միգուցե էլ չունենան։ Ամեն շատ հաջողված է նրանով, որ ես երեխային հստակ բացատրում եմ։ Ես մա խոսում եմ իրենց հետ ինչպես հասուն եւ չափված մարդիկ։ Հավասարը հավասարի պես։ Դուք ազատ եք։ Ամեն ինչում ազատ եք այստեղ, բայց ես ձեզ տալիս եմ լիքը ազատություն ու պատասխանատվություն։ Դուք ունեք ազատություն, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն։ Արեք այն ինչ ուզում եք, բայց պետքա կարողանաք դրա համար պատասխան տալ։ Այստեղ երեխան մտածում է արդեն
ինքը ինչի համար կարա պատասխան տա եւ ինչի համար չի կարա պատասխան տա։ Այո, այս մեթոդը ֆանտաստիկ է աշխատում։ Ու մենք հաճախ մտածում ենք երեխաներին միգուցե այդքան չեն, բայց շատ ավելի խոր։ Բայց մենք թերագնահատում ենք իրականում։ Դուք շատ լավ մի բան ասացիք, հավասարը հավասարի պես պիտի խոսես։ Երբ նրանց հետ հավասարը հավասարի պես ես խոսում, այստեղ դիրքերը փոխվում են եւ երեխան իրեն չգնահատված չի զգում։ Ես որպես մանկավարժ ասեմ, վստահ եմ եղել է դպրոցական տարիքում, երբ որ ուսուցիչը մոտեցել է ձեզ, դուք նստած եք եղել, ինքը կանգնած է խոսում։ Ինչպիսին է եղել ձեր հոգեվիճակն այդ պահին, երբ որ ինքը վերևից կանգնած է։ Իսկ եթե ինքը կռացել է ու իջել է ձեր մակարդակին ու սկսել է ձեզ հետ հավասար խոսել, շատ բան հասարակ դառնում են կերական ինչ-որ ավելի անմիջական։ Գաղտնիքը սրա մեջ է։ Մեզ հարցնում են ճամբարը վճարովի է թե ոչ։ Դերևս այո, բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք գտնենք մարդիկ, ովքեր որ կկարևորեն այնքան այս կրթության, ոչ ֆորմալ կրթության այս մոտեցումը ու կֆինանսավորեն ու մենք կունենանք արդեն ամառային դպրոց, որը որ կհյուրընկալի նաև այն երեխեքին, ովքեր որ թեկուզ եւ շատ հետաքրքրված են, բայց հնարավորություն չեն կարող։ Հաշվի առնելով նաև գաղափարը, որ ավելի շատ սոցիալական հիմքի վրա է դրված այս պարագայում։ Մենք նաև լույսում ենք եւ տեսնում, որ հաճախ այս պատանիների սերունդը ավելի շատ ձգտում է փախնել քաղաքային իրավիճակից եւ հայտնվել լռության ու բնության մեջ։ Մեր երեխաները շատ լավ հիմա արդեն մինչ այս ես մտածում եի, որ հիմիկվա սերունդը բնությունից ամենահեռու սերունդն է։ Պատմության կյանքի աշխարհի ընթացքում ամենաբնությունից հեռու սերունդը այս ինտերնետի մեջ է, ավելի օնլայն է։ Շրջանալի բան ասեմ, միգուցե մտածում ենք դա նորմալ է, պետք է այդպես լինի, բայց ոնց կարա մարդը բնությունից ալերգիա ունենա։ Երեխան հայտնում է բնության մեջ ու սկսում է ալերգիա իրան։ Սա ինչի նախանշան է, որ մարդու օրգանիզմը սկսել է բնությունը չընդունել։ Որովհետև այնքան ենք հեռացել բնությունից, որ օրգանիզմը սովոր չի։ Այո, քաղաքային կյանքում մեր օրգանիզմը հարմարվել է աղտոտված, փոշոտ, ցավոք սրտի։ դրան հարմարվել է, ադապտացվել է։ Այո, բայց մաքուր օդ եւ բնությունը մեզ համար դա է։ Թոքերը զարմանում են, ինչպես ասում են։ Լսենք ռադիոլսողին, լռենք մեր ականջները, բարի լույս ու կընտրի դուք եթերում եք։ Սիրելի Տիգրան Լուսինե, ես ողջունում եմ ձեր հյուրին, ուզում եմ երկու հարց ուղղել։ Դուք չեք կարծում առաջինը մանկավարժի աշխատանքի հաջողության գլխավոր գրավականը հենց այն է, որ նա ոչ թե պետք է փորձի այսպես երեխայի վրա իր ղեկավարի այդ բանը օգտագործել, այլ լինի ամենակարևորը երեխայի հետ ընկեր, մի պահ մոռանա, որ ինքը մանկավարժ է։ Եվ երկրորդ հարցը, դուք չեք գտնում, որ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ամռան այս շրջանում երես լավ ծրագրերը դարձնի համապետական, որպեսզի մեր երեխաները այնուամենայնիվ այս չարիք հեռախոսից կտրեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եկեք չար չասենք հեռախոսին, ժամանակակից պահանջ է զուտ, կախված է նրանից, թե ինչպես ենք այն օգտագործում։ Եթե շատ ենք չարաշահում, հա չար է դառնում։ Առաջին հարցի մասով, այո, համաձայն եմ եւ միանշանակ մոտեցումը դա է, հենց դրա մասին էինք խոսում, որ ուսուցիչը չի կարող լինել ղեկավար կամ ուսուցիչը առավելագույնը կարող է լինել առաջնորդ։ Ավակ ընկեր։ Ավակ ընկեր եւ առաջնորդ, ուրիշ ոչ մի բան, ուրիշ մեթոդիկա չի աշխատում։ Ում վստահում ես։ Եթե ուսուցիչը վստահություն չունեցավ, աշխատանքը անարդյունավետ է։ Եթե աշակերտը իրեն չվստահեց։ Երկրորդ հարցի մասով, այո, մեր հերակա երկարաժամկետ նպատակը հենց դա է, որ ոչ ֆորմալ կրթությունը հիմա եւս Հայաստանում բավականին խրախուսվում է ու սա ոչ ֆորմալ կրթության մի ձև է, որը որ երեխաներին տալիս է եւ գիտելիք եւ ձևավորում է արժեք։ Մենք այո պատրաստվում ենք համագործակցել պետության համագործակցել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր որ կհետաքրքրվեն, շահագրգռված են այս ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ երեխաները մեծ հաճույքով եւ բերկրանքով են վայելում նաեւ այն ամենը, ինչ իրենց ձեռքերով են ստացել, դա նույն կովից կթած կաթն են խմում, գուցե մերած պանիրը, մածունը եւ բնականաբար այդ ամենը գնում են եւ պատմում իրենց ընտանիքներում եւ արդեն ուրիշ աչքերով են նայում այն ամենին, ինչ հայտնվում է մեր սեղանին, բնականաբար գյուղական աղբյուրից։ Փաստացի ստացվում է, որ ձեր այս գեղեցիկ նախագիծը փոխում է մի ամբողջ սերնդի մտածողություն ու մշակույթ, որը կձևավորի շատ լավ քաղաքացու ու շատ լավ հասարակություն, այդ որ քաղաքացին կգնահատի բարիքները, բնության տված բարիքները եւ կկարողանա ռացիոնալ ու ճիշտ ձևակերպել, խմբագրել սեփական կյանքն ու գործողությունները։
Այո, միանշանակ եւ մեր նպատակը հենց առաջնային նպատակը հենց դա է ձևավորել պատասխանատու եւ Հոգատար. գրագետ, հոգատար սերունդ ապագայի վաղվա համար։ Ձեր ճամբարին հաջողություններ, շնորհակալ ենք։ Մենք զրուցում ենք բնապահպանական կրթության փորձագետ Վահան Զարոյանի հետ, կարճատև դատա, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։
10:33 մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ, շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար։ Իդեպ մեր հյուրին ուղված մեկ մեկնաբանություն կա։ Օլյա Սահակյանը մեր մշտական ռադիո լսող ասում է բրավո Վահան, ձեր նման իսկական մանկավարժների կարիքը շատ կա։ Այստեղ վստահ եմ, որ մեր բոլոր մանկավարժները շատ լավն են, ուղղակի պետք է ավելի փորձեն հասկանալ այս ժամանակակից սերնդի մտածողությունը եւ իհարկե հետաքրքրության եզրեր գտնել, որպեսզի կարողանալ այն մատուցած գիտելիքը, որ բոլորը նույնն են տալիս, ճիշտ ու հետաքրքիր տարբերակով մատուցել։ Դες մենք շարունակում ենք, ձերքի տակ հայտնվել է լրահոս լուր, որը կապ ունի արդեն ավարտված ֆուտբոլի առաջնության հետ։ Ավարտվեց էլի չափ։ Այո, Կիրակի բոլորս Չվերջացան հետևում լուրերը։ էինք ֆինալին, բայց արիուտես արձագանքները փակման արարողությունից ոչ այնքան դրական են։ Ինչու՞։ Ասեմ ինչու, դե գիտենք, որ մի մեծ աստղաբույլ էր մասնակցում փակման արարողության, աշխարհի սիրելի լավագույն դերասաններին աստղերը տեսանք, Ջասթին Բիբերից եւ Մադոննայից մինչեւ BTS եւ Շակիրա, նրանց մասնակցությամբ շքեղ եւ երկար Բոլիվիան սպասված։ դերասաններ։ Այո, շոուն ավարտվել է անկարգությամբ, որը քննադատների եւ հանդիսատեսի կողմից նկարագրվեց որպես անհամատեղելի, քաոսային եւ ուղղակի սարսափելի շոու։ Անկարգություն ասելով ինչ նկատի ունես Տիգրան, Բախումներ են տեղի ունեցել, նաև դժգոհ են եղել մարզադաշտում հավաքված երկրպագուների մի մասը։ Օրինակ Մադոննան, որը նույնիսկ կենթանի չէր երգում, առաջինը բեմ է բարձրացել, նրան ներկայացրել իր 2000-ականների հայտնի մյուզիկ հիթը, դա բոլորս տեսանք, որ կեսը տեսագրություն էր, այնուհետև նա հայտնվեց վերջին հատվածում, նրա համար իհարկե անդրամաբանականորեն անցավ տարօրինակ տեսարանի, որտեղ Muppet Show-ի եւ Animal-ի հարվածային գործիքներ էին նվագում, ոչ այնքան այսպես մեծ դիսոնանս առաջացավ Մադոննա եւ Muppet Show-ի միջև։ Այնուհետև եկավ BTS-ը իր դինամիտ երգի էներգետիկ, բայց ֆորմալ կատարում ներկայացվեց կորեական խմբից հետո դերասան Ջեյսոն Սուդիքեյսը հայտնվեց, հագնված իր կերպարով Թեդ Լաուսի նման, անսպասելիորեն հայտնվեց խաղադաշտում եւ ներկայացրեց Ջասթին Բիբերին։ Մի խոսքով եղել է խառնաշփոթ եւ այդ խառնաշփոթը չի մարսել հանդիսատեսը։ Բիբերը կտրուկ իջեցրել է տեմպը, կատարել էր Everything Hallelujah երգի ակուստիկ գիտարային տարբերակ, հետո Շակիրանը ստիպված եղել շտկել իր վիճակը կատարելով Դայի երգը։ Մի խոսքով խառն է եղել, ոչ այն առումով հանդիսատեսը դա չի մարսել, սոցիալական ցանցերը պայթեցրել են քննադատությունների հեղեղով, բայց ես գիտեմ, որ շատ-շատերը հիացած էին ուղակի շոուով եւ ասում էին, որ այդուհանդերձ ամերիկացիները կարողանում են գեղեցիկ շոուներ կազմակերպել իրականում։ Օգտատերերը FIFA-ի առաջին խաղակեսի շոուն անվանել են գաղափարից զուրկ խառնաշփոթ եւ մշակութային անկում։ Հետաքրքիր եմ, դե քանի մարդ, այնքան ճաշակ եւ նախասիրություն բնականաբար։ Կտրեմ, ֆուտբոլային խաղը մաքուր զվարճանք էր, բայց խաղակեսի շոուն անիմաստ դատարկ ֆարս էր։ Գրում են օգտատերերը եւ բազմաթիվ են նման ենթատեքստով մեկնաբանությունները։ Դե այն, որ այս ֆուտբոլը մեծ իրարանցում առաջացրեց, օրինակ Արգենտինայում իսկապես բախումներ են տեղի ունեցել եւ բավականին սրված է իրավիճակը, նույնիսկ ոստիկաններն են ոտքի ելել եւ այլն, շատ բարդ իրավիճակ է։ Այնպես որ այո, այս ֆուտբոլի հետևանքները դեռ երկար են կմարցելու, ինձ թվում է, չգիտեմ, իմ մոտ այդպիսի տպավորություն է, բայց այդուհանդերձ տեսնում ենք իրավիճակը առհասարակ։ Ես գիտես ինչ է ասել Դոնալդ Թրամփը, Ամերիկայի նախագահը, նա ասել է, որ ինձ շատ դուր է գալիս Լիոնել Մեսսի եւ Քրիստիանո Ռոնալդոյի դերը, նրանց աշխատանքը։ Այսինքն, ահա։ Ես կցանկանայի տեղերով, որպեսզի փոխվեն գոնե 1 ամիս։ Նրանք լինեին իմ տեղում որպես նախագահ, ես լինեի հայտնի ֆուտբոլիստ։ Որքան նախագահի աշխատանքն է բարդ, նույնքան ֆուտբոլիստի աշխատանքն է բարդ եւ ամեն մի մասնագիտություն առհասարակ պահանջում է յուրատեսակ պատրաստվածություն եւ ամեն մեկը չէ որ կարող է բոլոր մասնագիտություններն անել, գուցե Լիոնել Մեսսին կամ մյուս հայտնի ֆուտբոլիստներն այնքան լավ են խաղում ֆուտբոլ, որ թվում է շատ հեշտ է եւ մարդկանց համար գայթակղիչ է դառնում լինի երկրի նախագահ։ Ինչպես մեր աշխատանքը բոլորին թվում է շատ հեշտ է։ Եկան, խոսեցինք, գնացինք, էլի։ Իդեպ նախագահը Դոնալդ Թրամփը երկար չէր ուզում հեռանալ նաև բեմահարտակից, երբ հանձնեց գավաթը ֆուտբոլի։ Այստեղ մարդկային ֆակտորի մասին պիտի խոսենք։ Երբ իրավիճակը եկավ շտկելու FIFA-ի նախագահը, նրան շատ արագ ակադին շշնչալով, որ մեր ժամանակն է հեռանանք, որպեսզի այստեղ գործի դրվեն շոու էֆեկտները։ Այսքանը, չգիտեմ, ինչ ասեմ, բայց ֆուտբոլային թողոբոհից համերգը ավելորդ է եղել, ասում եմ, ֆուտբոլն ավելի ուժեղ եղել, քան համերգը։ Նույնիսկ աստղերը չեն փրկել իրավիճակը։
ելույթ է հաճելիորեն զարմացա երբ տեսա Թոմ Քրուզին ստադիոնում երբ ելույթեր ունենում եւ իր խոսքներ հղում, այնպես որ գուցե հատուկ պլանավորած խառնաշփոթ է եղել եւ մարդկանց ինչ որ մասի դուր է եկել, ինչ որ մասի դուր չի եկել։ Միգուցե իսկ ես առաջարկում եմ այս պահին Դե Մադոննա։ վայելել Բայց ինչի Մադոննայի ոչ անդադար ամերիկային, Մադոննա։ ոչ ամերիկային կատարումը։ Լավ, լսենք։ To the front, there's Harry Montauk. Waves us in, no entiendes. I'm not sure you understand this. Way backstage, get into my car, drive to the disco, have a drink at the bar. People they might talk about us, yeah. I don't care. It's not what I say, it's not what I do. It's how my body responds to you. I just wanna lose myself in the groove. Get over here. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everybody get up and dance. Get on the elevator. I run into Debbie Mazar. Take us to the third floor. Walk us to the dance floor. Then I see Mark Games. He's the DJ. He's a DJ. Hide the cocaine. He played my tape. Everybody. This is how we start the party. Face to face. Bodies all around. Temperature is rising and the sweat's dripping down. Everybody's watching now. Oh yeah. I don't care. It's not what I say, it's not what I do. It's how my body responds to you. I just wanna lose myself in the groove. Get over here. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everybody get up and dance. This is how we start the party. There's Fat Five Freddy and Basquiat, Keith, Harry, and Kenny Sharp. Everyone came from Shafrazi to the beat. There's Merritt Hall and a guy named Fred. See these guys spinning on their head. There's Rocksteady Crew and Crazy Legs. Puerto Rican boys, they make me crazy. They make me crazy. Nile Rodgers and David Byrne. B-52s had money to burn. Lounge lizards had so much style. Lower East Side, they could walk on the wild side. Do 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 do. Let's have some fun. Let's have it on the line. Everybody get up and dance. Everybody get up and dance. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everyone here is a work of art. Work of art. Work of art. Everybody get up and dance. Everyone here is a work of art. Everyone here is a work of art. Շատ հետաքրքիր անվանում ունի դեպի երգը Դանստերիա, դա սա հիստերիայի պարային տարբերակն է։ Հիստերիկ պարերի մասին է խոսքը։ Դանստերիա Մադոննային ենք լսում։ Այո։ Եվ երգը շարունակում ենք 10:42, մենք ուղիղ եթերում ենք։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի թարգելի ռադիոլսողներ եւ մենք այսօր խոսում ենք առողջ սննդի կամ անառողջ սննդի մասին եւ փորձում ենք նաեւ մեր հյուրի հետ խոսել թե որքան կարեւոր է ֆիզիկական աշխատանքը եւ որ ժամանակակից մարդը որքան է հեռացել իրական բնությունից, գեղեցիկ մաքուր օդից եւ այն Եվ ռեալ կյանքից, դա էլ ասա։ նախատեսված է մարդու համար, ասեմ որ ժամանակակից տեխնոլոգիաները բերում են նրան որ ել ավելի ենք հեռանալու
ուզենք թե չուզենք, Դե լավ, այդպես է էլի, մի լավ լինելու։ բան ասի, դու ասում Դե ես, որովհետև հելավ էլի։ մարդանման ռոբոտները արդեն մեր իրականության մեջ են, Ահա։ եթե նախկինում ֆանտաստիկայի ժանրից էին, ապա նրանք արդեն գոյություն ունեն եւ բազմաթիվ ֆիզիկական աշխատանքներ են կատարում, շուտով մենք կմնանք անգործ, որովհետև այդ ամենը մեր փոխարեն կանեն ռոբոտները։ Իմիջիայլոց վերջին շաբաթների համացանցում հայտնված տեսանյութերը շոկ են առաջացրել մարդկանց մոտ, որովհետև Չինաստանում է տեղի ունեցել, Չինաստանում անցկացված մարդանման ռոբոտների ցուցադրություններից ու մրցաշարերից մարդիկ խուճապի են մատնվել, որովհետև այդ միջոցառումներում ներկայացվել են ռոբոտներ, որոնք քայլում են գրեթե մարդու նման, պահպանում են հավասարակշռությունը, նրանք պարում են, վազում, բռնում են փոքր առարկաներ, իսկ որոշները նույնիսկ ասեղի մեջ թել են անցկացնում եւ որքան ամբողջ խնդիրն է, որ մարդանման ռոբոտները այսօր մի քանի չինական նոր մոդելներ արդեն կարողանում են բնական քայլել ու շարժվել, հասկանալ ձայնային հրահանգները, դեմքեր ու առարկաներ ճանաչել, վարել պարզ զրույցներ, իմիջիայլոց պատասխանի համար նրանց անհրաժեշտ է կարծեմ, եթե չեմ սխալվում 53 միլիվայրկյան եւ նրանք միանգամից պատասխանում են քո բոլոր հարցերին։ Իսկ դու տեսել ես ծեծկրտուկ ռոբոտների մասնակցություն։ Չէ։ Ես տեսել եմ։ Ահա որեմ։ Կադրում։ Կատարել են ձեռքին նուրբ աշխատանքներ եւ ինքնուրույն սովորում են նոր գործողություններ արհեստական բանականության միջոցով։ Իմիջիայլոց այս վերջին սերնդի մարդանման ռոբոտները նրանց երբ դիպչում ես մարդու ջերմություն ես զգում, այսինքն բերել են նաև նրան, որ եւ ձեռք ես տալիս քեզ թվում է մարդ է, մաշկին սինթետիկ տեխնոլոգիաների միջոցով այնպիսի տպավորություն է, որ դու մարդու մաշկին ես կպնում եւ մարդու ջերմություն ես զգում։ Ռոբոտները նախատեսված են լավ ընկեր եւ զրուցակից լինելու համար, բացառապես ընկեր զրուցակից լինելու համար եւ ոչ ավելին այս ռոբոտները, բայց չես կարող ասել հետո ինչ կլինի, բայց այդուհանդերձ մենք կարող ենք փաստել մի բան, որ վերջին տարիներին մարդանման ռոբոտների զարգացումը շատ է արագացել եւ ասենք, որ նրանց բարձրությունը օրինակ մոտավորապես 1.73 է, քաշը մոտ 57 կիլոգրամ եւ նրանք նաեւ արդեն զբաղվածություն ունեն որոշ գործարաններում, այ որ ասում եմ շուտով անգործ կմնանք եւ ես հիշեցի մի սերիալ եվրոպական, որտեղ հենց խնդիրը բարձրացանվում էր այդ տեսանկյունից, որ ռոբոտներն են արդեն աշխատող ուժը մարդկանց փոխարեն աշխատում եւ այնտեղ բազմաթիվ սոցիալական խնդիրներ են ի հայտ գալիս, բավականին հետաքրքիր է ու հասել էին նրան, որ ռոբոտները նաեւ ունեին զգացմունքներ։ Այնպես որ ամեն ինչ արժևում է։ Ես չեմ զարմանա հերոչի այն օրը, երբ կգնանք խանութից, կգնանք ռոբոտ եւ կնվիրենք։ Այո, կընտրես ռոբոտ։ Եվ կնվիրես ընկերոջը ծննդյան օրվա արդյունք։ Ինչ ես նվիրել։ Նա երազում էր Վարդագույն Շորիկով շիկահեր կապուտաչա ռոբոտի մասին եւ ես այդ երազանքը իրականություն դարձրի։ Ինչ ահա։ Չգիտեմ, այստեղ ժպտամ, թե տխրեմ, բայց չենք կարող ասել։ Ժպտանք չտխրենք, իրականությունը դա է եւ մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք շարունակում ենք քիչ անց նաեւ մարզական լուր հայկական ֆուտբոլային աշխարհից։
Լիցքավորվեցինք էներգիայով, առավոտյան ռիթմերը անհրաժեշտ են ոչ միայն նրանց համար, ովքեր դեռ արթնանում են, նաև նրանց համար, ովքեր աշխատավայրում են հիմա։ Կամ էլ Եվ, ճանապարհին են։ Այս ռիթմերը կարծում եմ էներգիա փոխանցեցին։ Առավոտյան նախավարժանք էին կատարում Ինչու ոչ, կոլեկտիվով։ ինչու ոչ։ Ստահեմ կան այդպիսիք, եթե հիմա մեր ռիթմերի ներքո դուք առավոտյան նախավարժանք կատարեցիք աշխատավայրում կոլեկտիվով, ապա զանգարեք կամ գրեք այդ մասին մեզ։ Դեռ ժամանակ Կարևորը ունենք։ հասել եք աշխատավայր եւ չեք ուշացել աշխատանքից, ինչը դժվար չի մեր իրականությունում։ Շատ դժվար է հիմա դարձել մի վարչական շրջանից մյուսը գնալը, կապ չունի ժամը։ Եվ այս պահին էլ երկի ընթացքում ես մուտք եի գործել Երևանյան Ունի արդյունանում էր։ ավտոմոբիլային քարտեզ, որտեղ ինչպես միշտ անպակաս է խցանումը Իսակով պողոտայի վրա եւ իհարկե ավտովթարը դարձել ամերիկյան դեսպանատան մոտ։ Լավ, ինչ են անում այնտեղ, ինչպես են վարում, որ միշտ հենց այդ ճանապարհին, հենց այդ վայրում ավտովթարը գրանցում, քիչ էր Իսակովի վրայի աջ հատվածի վթարը, նաև Մոնտեմելքոնյանի վրա հայտնվեց եւս մեկ վթար, ինչ ասեմ 7 բալ է խցանումային նիշը եւ գնալով կարմիրները շատ անում են քարտեզին։ Փաստորեն։ Փաստորեն։ Բայց փաստացի կարող ենք ասել եւս մեկ անգամ կրկնվենք, որ շատ կարեւոր է, որ դուք գրագետ վարեք մեքենան եւ պահպանեք բոլոր երթևեկության կանոնները, հարգեք նաեւ մյուս վարորդներին, այո։ Սիրուն վարեք, որ դուք էլ հաճույք ստանաք ձեր մեքենան վարելուց, ժողովուրդ։ Ինչպես կարելի։ Ոչ թե նյարդայնանակ։ Մարդիկ կան նայում են երթևեկությունը եւ ասում են դու չես վարում, ասում եմ չէ, օրինակ ես չեմ ուզում գնալ եւ վկայական հանել ու քննություն հանձնել, որովհետեւ չեմ ուզում վարել այս իրականությունում մեքենա։ Ներեցեք։ Արի լավ Հրաժարվում եմ այս Արի լավ բաներից խոսենք, տեղափոխվենք մարզաշխարհ, ինչպես եւ խոստացել էի։ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան այսօր հուլիսի 21-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը եւ տնային խաղում Երևանյան թիմը կընդունի իռլանդական Shamrock Rovers-ին։ Արարատ Արմենիա Shamrock Rovers հանդիպումը տեղի կունենա այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում եւ կմեկնարկի ժամը 20-ին։ Խաղը։ Հաղթանակ մաղթենք։ Հաղթանակ, հաջողություն մաղթենք, լավ խաղ։ Թիմին Դիտարժան խաղ Այո։ մաղթենք, սա եւս շատ կարեւոր է, թե մարզիկներն իրենց ինչպես են դրսեւորում դաշտում։ Իմիջայլոց պատկերացնում ես, որ վաղը մյուս օր ֆուտբոլ խաղան ոչ թե մարդիկ, այլ ռոբոտները։ էլի դու ռոբոտներին Հայ, հիշեցիր։ որովհետեւ մեր ռադիոլուսող Լուսինե Գևորքյանն է գրել, ասում է Եվ? բարի լույս ելիներս։ Չեք պատկերացնում ինչքան եմ սիրում լսել հանրային ռադիո եւ կարող եմ խոստովանել, որ իմ շատ իմացության մեջ մեծ դեր ունեք դուք։ Վայ, անչափ շնորհակալ ենք։ Ափսոսում եմ այն բաց թողնված հաղորդումները, որոնք չեմ կարողանում լսել։ Առաջին իսկ հնարավորության դեպքում լսում եմ ձեզ, երբեք չեմ պատկերացնում լսել ռոբոտ հաղորդավար։ Վայ, ամեն ինչ ժամանակի հարց է։ AI-ով հաղորդում ուղիղ եթերում։ Ու ինչ որ, հա, ինչ որ Նախընտրած ձեր ձայնով, արական, արտաքին տեսքով, շուտով դուք կունենաք հնարավորություն ձերքի մեկ հպումով ընտրել հաղորդավարի տեսք, հաղորդավարի Կայքից, ձայնը, չէ՞։ տրամադրությունը, շորիկները փոխել, ոճը, մի Դու խոսքով։ ուզում ես պայմանագիրը։ Չէ, չեմ ուզում։ Ես ուզում եմ լինել այստեղ ամեն օր եթերում եւ իրապես իմ լավ տրամադրությունը փոխան։ Ինչու ես նման մտքեր տալիս։ Երևակայական թռիչքս բարձրաձայնեցի զուտ։ Հասկացա։ Այդքանով ավարտվում է հեքիաթը։ Արի մաղթենք բոլորին նաև ֆանտազիաներով եւ երևակայական թռիչքներով լեցունոր հուլիսի 21-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Թող, մենք դեմ չենք, մենք միայն կողմ ենք այդ ամենին եւ թող ոչ մի մանր մունր խնդիր ձեզ չնյարդայնացնի կամ հունից չհանի։ Փորձեք ամեն ինչին նայել լավատեսորեն, իմացեք, որ դուք նյարդայնացաք, այդ իրավիճակը չի շտկվի, այլ պարզապես կարելի է փորձել տարբերակներ գտնել եւ իհարկե եթե հայտնվել եք խցանումներում, շարունակեք լսել մեզ, մի նյարդայնացեք, փորձեք զբաղեցնել ձեր միտքը հետաքրքիր լավ բաներով։ Մի սպանեք ձեր նյարդային բջիջները։ Դրանք չեն Այո, վերականգնվում։ հիշեք։ Լավ օր բոլորին, լավ աշխատանքային օր, ձեզ հետ են Լուսինե Մուրադյանը։ Եվ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը եւ եթե ունեք հնարավորություն նաև լսեք հանրային ռադիոն օրվա ընթացքում։ Հաջողություն։ I'm in love with your body.
Last night you were in my room. Every day discovering something brand new. Club isn't the best place to find the lovers, so the bar is where I go. Me and my friends sat at the table doing shots, drinking fast, and then we talk slow. Come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. 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 I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. Girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you.